Մարդկանց բազմությունն առավոտից շարժվում էր Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք։ Այստեղ պատարագ մատուցելու էր Արամ Քահանան, որ նորեր առաջ կարգալույծ է հռչակվել, բայց որը չի ընդունում ու վիճարկում է այդ որոշումը։ Եկեղեցում առկա զազրելի բարքերի ու կանոնական բարձիթողիության մասին խոսող քահանային կարգալույծ հռչակելու որոշումը չեն ընդունում նաև վանական համալիր շտապողները, այդ թվում տարբեր բնակավայրերից։ Ինքը մաքուր տղա է ու ճիշտ բաներ ասում։ Ով սուտին հավատում է չի գա, ով մաքուրին է հավատում, նա գկա։ Նախ առաջնա Տեր Արամի կոչով ու վարչապետի կոչով։ Միակ ճիշտ անձնավորություն ինքն է, Տեր Արամը։ Ու կոչ կանեմ մյուս եկեղեցականներին միանան Արամին, ոչ թե Գարեգին Բեին։ Որտեղից եք գալիս։ Երևանից։ Կասեք ինչի եք որոշել, որ հենց այս եկեղեցում մասնակցեք։ Այսօր կտրիչի դեմ եկել եմ, կտրիչի դեմ եմ եկել, հասկացար։ Ես ընդունում եմ, որ մեր վարդապետը շատ ճիշտ գործար է, որ կաթողիկոսը, որը ինքը մի բան չի ուխտա դրժում, բարձավարը մեր կաթողիկոսը չի, ուղղակի կտրիչներն է, իսկ մեր վարդապետը իսկական հավատացյալ մեր վարդապետն է։ Տեր Արամ Քահանային նկատի ունեմ։ Պատարագին մասնակցելու էր եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ սոցցանցի իր էջում Փաշինյանը հայտարարել էր. Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը, իսկ ազատագրման օրակարգն ըստ նրա վաղուց է հասունացել։ Պրոբլեմն այն է, որ Կտրիչ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Նրանք ամենևին մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը եւ վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ։ Ինչպես եք մասնակցելու կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին, արդյոք դա սրբապղծություն չէ։ Օհանավանի վանական համալիր եկած պաշտոնյաներին ու պատգամավորներին հարցնում էին լրագրողները։ Նրանց պատասխանը նույնն էր՝ ժողովրդի կողմից կարգալույծ արվածը կարգալույծ անել չի կարող։ Իսկ եթե կաթողիկոսին համարում են սատանայի հետ գործարք կնքած, ապա ինչպես է ստացվում, որ նրա տնօրինությամբ քահանային կարգալույծ հռչակելը չի ընդունվում, բայց ահա ձեռնադրվելն ընդունելի եղել է։ Հիմա ունենք պարզված հանգամանքներ եւ այլևս վեհափար կոչել մի մարդու, ով ուղղակի եկեղեցու պատերի ներսում իր օրհնությամբ ահաբեկչական գործողություններ է առաջնորդում կամ խայտարակ բարքեր ու բարքեր է դրսևորում, չի կարող կարգալույծ անել որևէ քահանայի։ Պատարագի ժամանակ Հովհաննավանքի ներսը լեփլեցուն էր։ Մարդկանց մեծ մասը արարողությանը հետևում էր հեռախոսներով ու լսում դրսում տեղադրված բարձրախոսների միջոցով։ Ներկաներից մեկն այդ ընթացքում գոռում էր, որ կարգալույծ արված քահանան պատարագ մատուցելու իրավունք չունի, նրան դուրս տարան։ Իսկ քարոզն այն մասին էր, թե ինչպես էին փարիսեցիները, սադուկեցիները, օրենսգետները, ծերերը, ամբողջ կրոնական վերնախավը հետապնդում Հիսուսին, որ նրան ծուղա կգցեն, գտնեն մեղքեր, որոնց համար կդատապարտեն մահվան։ Մյուս կողմից Հիսուսը շրջում էր մարդկանց մեջ, նրանց կյանքը փոխում, հրաշքներ գործում։ Մի օր էլ մտնում է տաճար, ճիպոտը ձեռքն առնում ու այնտեղից վտարում է աղավնավաճառներին, լումայագողերին ու վաճառականներին։ Քարոզը նաև այն մասին էր, թե ինչպես Հերովդես թագավորի ժամանակ գլխատվեց Հովանես Մկրտիչը ճշմարտությունը բարձրաձայնելու պատճառով, բայց ճշմարտությունը գլխատվելուց 2000 տարի անց էլ ծնվում են մարդիկ, որոնք փորձում են Աստծո խոսքը տարածել։ Բայց այսօր ևս աշխարհում գոյություն ունեն փարիսեցիներ, սադուկեցիներ, եւ այս փարիսեցիները դարձյալ փորձ են անում գլխատելու սրբությունը, գլխատելու եւ վերածելու Աստծո խոսքը։ Բայց ես ինչ շնորհակալություն անկեղծ ուզում եմ հայտնել մեր երկրի ղեկավար, մեր վարչապետին, որ 2000 տարի անց մեր վարչապետը Հերովդեսի պես չի գործում, այլ գործում է ճիշտ հակառակը։ Մեծարգո պարոն վարչապետ։
Հարցն այստեղ իմ անձը չէ, իմ շուրթերով ես չեմ խոսում, շարունակեց քահանան, նկատելով, որ վարչապետի ներկայությունը նշանակում է, որ Աստված կշարունակի խոսել ժողովրդի հետ։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբետյան և Կարեն Բաղդասարյան, Կիրակ Նորյալ լուրեր։